Բայրար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար արդար է ձեզ նման մարդկանց կալանավորելը։ Իհարկե ճիշտ չի։ Մարդը աշխատել է Ռուսաստանում, ճիշտ է, համստյան քաղաքացի համ Ռուսաստանի, բայց ինքը միլիոններով փող էր ներդրել Հայաստանը։ Հո այդ ամեն ինչ օդից չի գալիս։ Պետք է արածը մի քիչ էլ գնահատվի, եթե չի գնահատվում, այն մարդը ինչ անի։ Մենակ Սամվել կա, ամեն օր են կալանավորում են, էլի։ Այդ հենց որ կա, որ մի քանի մարդու չկալանավորեն։ Լավ, ինչի համար այդքան կալանքը է, շարահաճալ է, իր ընտրություններին ա գնում, ով իրան կարող է մի փուճուր խանգարի, սաղին փագում է։ Նստացել եմ, որ ինքը վարչապետ չի դառնա առաջինի, ուզում եմ, որ էլի ընտրվողը ընտրվի, բայց այդպիսի բան սխալ է։ Ամբողջ հայացքը պետք է կառնի, ասին, որ այդպիսի բան չկա, ուզում են Հայաստանն է թուքացնի։ Ինչ պետք է անեն, դա բոլորը սխալ է, պաշտպանության եթե անվտանգությունը աշխատում է, դեն պետք է իրեն պաշտպանի, ինքը բարերար է, ինքը դաժե Արցախում հիվանդանոցներ է սարքել, ես արցախցի եմ, ինքը հիվանդանոց է սարքել, հինը քանդելի է նորը սարքել, ամեն ինչն էլ անում է, բարերար մարդ է, այստեղի հիվանդանոցը ով է սարքել, ինքն է սարքել, դա նրան բռնողը вообще չպետք է լինի։ Սխալ է, շատ սխալ է, նա բարեգործ է, նա ինչքան օգուտ է տվել Հայաստանին, նրան պետք չէր ձերբակալել, նստացնել, մել տնային կալանքի է, չէ՞։ Բագրատ Սրբազանին էլ կալանավորեցին, այն մյուսը ոնց էր ազգանունը, նրան էլ որ վիրահատեցին, քանի հոգի էին կալանավորել, ինչի համար։ Չէ, արդար չի։ Ես խորը չգիտեմ, բայց իմ կարծիքով դա արդարություն չի։ Մենակ Սամվել Կարապետյանով հարց չի լուծում։ Եթե լավն է կամ վատն է, հարց չի լուծում։ Պիտի ժողովուրդը, ամբողջ ժողովուրդը կանգնի, ոտքի կանգնի ու իր ճիշտը ասի։ Թե կփոխվի, չի փոխվի, այդ արդեն չգիտեմ։ Չէ, դա սխալ է։ Ամենակ այնքան սխալներ ունի, մենակ դա։ Դա вообще պետք է զբան չանել։ Չէ, վախացնում եմ, որ sense բազարներ չանենք, էլի։ Այդ sense զրույցներ չանենք։ Ինձ էլ է վախացնելու, էլ եկուս գատուն ասի, ես չեմ վախում։ Ոչ նստելուց եմ վախում, ոչ մեռնելուց եմ վախում, ոչ մի բան։ Ոչ, միանշանակ արդար չի, որովհետև Սամվել Կարապետյանը այն մարդն է, ում աշխատանքը մենք տեսել ենք։ Գիտեք, ռսի հողի վրա է հարստացել, ինչ ունի, բերեք թողենք հանգիստ այդ մարդուն եւ նրա ունեցվածքի տոկոսներ, որ Տաշիր մարզում այն մարդը արել շատ, այսօր իր մամայի Ամալիայի անունով մեր ծննդատունը կա, բազմիցս կանայք այնտեղ բուժվում են եւ այլն, եւ այդ բարերարը ինչի՞ չէ, իմ բարեկամուհին, իմ քույրը, իմ հարազատ քույրը աշխատում է Տաշիր պիցայում, որտեղ կան 50 եւ չգիտեմ ինչքան ավելի մարդիկ, ով այսօր իրանց օրհասական հացը ի շնորհիվ Սամվել Կարապետյանի վաստակում են այդ օջախում։ Նրանք նրա կալանավորված ժամանակ 40 օր չաշխատեցին եւ մենք դրա դառնությունը կրեցինք։ Բազմիցս շփվել ենք այդ բնակավարների հետ։ Ոչ, ինքը բարերարա իր ամեն շարժուձևով, իր ամեն արած լավ բաներով։ Իսկ թերացում, որ փնտրենք բոլորի մեջ կգտնենք թերացում։ Չէ, իհարկե չէ։ Սամվել Կարապետյանը ես որ գնացի Կալինինո է շուտվա բան եմ ասում, նոր էր սկսել իր բանը էլի, այնպես շարժը նոր սկսել է շատ առաջ, մի 15 տարի, զարմացա մնացի, այնտեղ նա աշխատող, ես ոչ ճանաչում եմ, ոչ գիտեմ, ոչ բան, բայց որ տեսա ես ինչ էր արել, այնտեղ ինչ շինություններ, ինչ բաներ, ես զարմացել մնացել էի, որ այդ մարդը ինչի կալանավոր ես, եթե դուք կալանավորում եք, այն թուրքն էլ այնտեղ բանդը կկոխի եւ ավելի վատ բաներ կանի։ Իսկ ճարահաճալ է անում։ Դե իրանք աշկերը վախացնելու, որ մնացածներն էլ տձև մարդիկ հասկանան ու ասել, վայ, կարող է պատա եկուցե գանի մեր երեխունի, ինձ կնգանս, բանից վերցնեն, տնից վերցնեն, գիշերով տանեն, էդ էլ կանեն։ Չէ, բացարձակ ես չեմ ընդունում կալանավորել, ինչի, այդքան օգնությունն արավ, այդքան մարդկանց տներով ես շատ անձնաբաց եմ չգիտեմ, բայց մարդը լսում է, թող չեն խափում, չէ, այդքան օգնություններ, այդքան լավությունն արավ,
Այնտեղ չգիտես ինչեր են ասեմ, մեր ազգը մի քիչ շատ բան ա դարել էլի։ Հետևից վատ ավելի շատ են բանանը, բայց դա վատ բան չի արել։ Ես Մոսկվա աշխատել եմ մի քանի տարի, նրա հզորությունը գիտեմ։ Նրա սարքած այդ սուպեր խանութներ տարբեր տեսակի աշխարհի ամենալավ բաները բերեմ էր։ Նույնը բերի ստեղ ծեղել ունենք, չէ՞ կարծեմ ինքը շատ բաներ է սարքել։ Խիչ լինի, որ թող հարուստ լինի, ինչ վատ կլինի, որ թող հզոր լինի։ Բա թող մարդիկ վախենան։ Ալիևի մեծ Ալիևը վախում էր Դեմիրճանից։ Պետք է վախենա, ոչ թե գիտեք ինչ։ Նոր մի քիչ առաջ էլի խոսում էինք էլի մարդու արտաքինն է նշանակություն ունի էլի։ Ազգի ներկայացնողը պետք է քիչ հավեսով հաղթանդամ, հավեսով մարդ լինի, որ քայլի սաղ նայեն։